Նստեք։ Որտե՞ղ էր այսօրվա դասը։ Ասա Մարիամ։ Կրթություն համաշխարհային կրոնների մասին։ Այո, ներկայացնում եք այսօր բացակա։ Այսօր մեծ դասարանը 18 հոգի է, ունենք 3 բացակա, Գեղավա, Սորան և Նազարյան կանոն։ Ապրես ուստի, ինչ էի գնային աշխատանք հանձնարարել, ասա Դավիթ։ Անհնարավոր է պատրաստել բացիկ շրջանակներն քրիստոնյա վարմունքով։ Պատրաստել եք բոլորը։ Այսօրվա դասի ընթացքում մենք միասին կամրապնդենք ձեր ունեցած գիտելիքները համաշխարհային կրոնների վերաբերյալ։ Դասի արդյունքում դուք կկարողանաք ներկայացնել համաշխարհային կրոնները, նրանց գաղափարախոսությունները, կհամեմատեք, կվերլուծեք, ինչպես նաև կարժևորեք ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև քրիստոնեության պատվիրանների հավատարիմ հետևորդներ լինելը։ Այժմ հասկանանք, ինչ է նշանակում կրոն, ինչ եք հասկանում կրոն ասելով։ Ասա Սոֆի։ Կրոնը հավատն է Աստծու կամ գերբնականության նկատմամբ, որը սովորեցնում է ինչպես ապրել, որն է լավ, որը ողջ։ Ապրես, իսկ համաշխարհային կրոններ ասելով ինչ եք հասկանում։ Ասա Լիլիա։ Համաշխարհային կրոններ ասելով մենք հասկանում ենք, որ նրանց կրոնի տերերը ծրված են ամբողջ աշխարհում։ Հետևորդները սփռված են ամբողջ աշխարհում։ Համաշխարհային կրոնները որոնք են։ Հիմնական համաշխարհային կրոնները։ Ասա Բենիկ։ Բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Այո, բուդդայականություն, քրիստոնեություն և իսլամ։ Այստեղ մենք ունենք գծակարգ, այս գծակարգի արկա փաստերը, տվյալները այժմ մենք կլրացնենք, որպեսզի ամբողջացնենք ձեր ունեցած փաստական գիտելիքները։ Առաջինը համաշխարհային կրոնների վերաբերվում է ծաղկմանը։ Երբ են առաջացել այս կրոնները։ Ասա Լիլիա։ Բուդդայականությունը առաջացել է 6-ից 4-րդ դարերում, քրիստոնեությունը առաջին, իսկ իսլամը 7-րդ։ Ապրես, արի լրացնում, հաջորդը ովքեր են այդ կրոնների հիմնադիրները։ Այսպիսով ինչ հասկացանք ամենամեծ հետևորդները որ կրոն ունի։ Ասա Բենի։ Քրիստոնեություն։ Այո, իսկ երկրորդ տեղում որ կրոնն է։ Իսլամ։ Այո, ապա երրորդ տեղում բուդդայականություն։ Այո, բուդդայականություն և մյուս կրոններ։ Երեք կրոնների համապատասխան հնարքներ։ Գծում եք և մեկնաբանում եք, թե որ կրոնի բնորոշ պատկերն է կամ հասկացությունը։ Առաջին։ Մարիաննա։ Նկարում պատկերված է մեկը, որ մուսուլմանների սիրտը։ Այո, ճիշտ է։ Այժմ վերցնում ես համապատասխան անվանումը և գծում ես բնակի մեջ։ Որ բնակի մեջ պետք է գտես, որ կրոնի բնորոշ։ Այո, իսլամի բնորոշ։ Հաջորդ պատկերը։ Այժմ լսենք Մոնիկային։ Պատկերված է քրիստոնյաների սուրբ գիրքը, որը անունը Աստվածաշունչ։ Այո, Աստվածաշունչ անվանումը դրված է սեղանի։ Գծում ենք, որ բնակի մեջ Քրիստոնեություն։ այո։ Հաջորդը տեսնում ենք Անահիտին։ Նկարում պատկերված է Ղուրանը, մուսուլմանների սուրբ գիրքը։ Այո, Ղուրանը մուսուլմանների սուրբ գիրքը։ Բայց զարթնենք քեզ։ Նկարում պատկերված է խաչը, այն քրիստոնեության խորհրդանիշն է։ Այո, շատ ապրես։ Ասա Բենի։ Այստեղ պատկերված է բուդդայականության խորհրդանիշը։ Այո, որոշների միջոցով հասկանանք, որ պետությունը որ կրոնին է պատկանում։ Լսենք Դավիթին։ Նկարում պատկերված է Ռուսաստանի դրոշը, որը քրիստոնյա։ Այո, քրիստոնյա պետություն։ Այո, Ռուսաստան պետություն։ Մոնիկա, քեզ լսենք։ Նկարում պատկերված է Թուրքիայի դրոշը։ Դա Թուրքիան մուսուլմանական պետություն է։ Այո, համեցի։ Եվ Մարիա, վերջին լսենք քեզ։ Սա Իրանի դրոշն է, այս պատկերված է։ Այո, իսլամ կրոնի հետևորդ։ Շարքի համասանիցները ներկայացուցիչները մեկական հասկացություն են ասում քրիստոնեություն։ Քրիստոնեություն, խաչ, աղոթք։ Աստվածաշունչ։ Այլ համաշխարհային 3 կրոններ։ Այժմ տեսնում եք դուք այնտեղ դրված 3 գույնի նշաններ, որոնց ետևում մեկ կրոն է
թաքնված։ Ամեն շարքից մեկական ներկայացուցիչ կվերցնի մեկ գույն և կփորձի անդրադառնալ այդ կրոնին։ Այժմ սկսենք։ Սկսենք Դավիթ։ Որ գույն ես ընտրում։ Դավիթ, որ կրոնն է։ Բուդայականություն։ Փորձի ներկայացնել։ Բուդայականության ասվածը Բուդդա անունով մի մարդ է։ Բուդայականությունը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 6-ից 4-րդ դարերում։ Բուդդայականության ասվածը Բուդդան ապրում է շատ հարուստ կյանքով և մտածում է, որ մնացած բոլոր մարդիկ էլ ապրում են նրա պես առանց կյանքի, առանց հոգսի հարուստ։ Շարքից ով է ուզում ներկայացնել, ապրես նստիր, Լիլիա, քեզ նստենք, որ թերթիկն ես ընտրում։ Վարդագույն իսլամ կրոնն ես ներկայացնում։ Ինչ վերաբերում է իսլամին, իսլամը միաստված կրոն է։ Հաջորդ շարքից ում եք լսում, ասենք Մարիայի։ Բնականաբար քրիստոնեություն, այո։ Քրիստոնեությունը միաստվածային կրոն է, ստեղծվել է առաջին դարում։ Անդրադառնանք քրիստոնեության պատվիրանների։ Քանիսն են քրիստոնեության պատվիրանները։ Մարիասը 10 պատվիրաններ։ Այժմ 10 պատվիրաններից յուրաքանչյուրը դուք կներկայացնեք և այստեղ կամրացնեք քրիստոնեության համապատասխան 10 պատվիրանները։ Այժմ լսենք որն է քրիստոնեության պատվիրանները, որոնք են քրիստոնեության պատվիրանները։ Ասա Լիլիա։ Ես եմ կոտերացված, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունեմ։ Այո, ապրես, մոտեցիր և կտիկ պատվիրանը ամրացնում ենք։ Հաջորդ պատվիրանը ասա Մարիա։ Քեզ համար ովքեր չշիկես։ Այո, ապրես, մոտեցիր, ամրացնում։ Հաջորդը Մարիան։ Այո, մի սպանիր։ Դավիթ Պետրոսյան, մի շնացիր։ Արթուր։ Մի գովացիր, այո։ Հաջորդը Էմա։ Խաղարանատեր սուպոգացուներից։ Այո։ Քրիստոնեության պատվիրաններից է քնիր, կոշտ անկողնում։ Ճիշտ է թե ոչ։ Լսենք Էմային։ Ոչ, սխալ է։ Իսկ որ կրոնի պատվիրաններից է։ Այո։ Ով է։ Լիլիան, թերթի հարցը։ Աստվածաշնչը կազմված է հին և նոր կտակարանից, դա ճիշտ է։ Այո։ Հաջորդ հարցը ես ընթերցել բուդայականության պատվիրանները 7-ն են։ Ճիշտ է թե սխալ։ Լսենք Գյուլիզարին։ Բուդդայականության պատվիրանները 7-ն են, ոչ սխալ է։ Ճիշտ պատասխանը։ Ճիշտ պատասխանը 10-ն է։ Այո, բուդայականության պատվիրանները 10-ն են։ Հաջորդ հարցը քրիստոնեությունը միաստվածային կրոն է։ Լսենք Մարիային։ Պատասխանը ճիշտ է։ Միաստվածային կրոն ճիշտ է։ Այո, պատասխանը ճիշտ է։ Բուդայականությունը կարևորում է դրախտի և դժոխքի գաղափարը։ Դավիթ, լսենք քեզ։ Ոչ, բուդդայականությունը չի կարևորում դրախտի և դժոխքի գաղափարը։ Այո, իսկ որ կրոնում է այդ գաղափարը ներդրված։ Այո, քրիստոնեությունն ապրես, իսկ բուդայականության հիմնադիրը։ Մարի։ Բուդդայականության հիմնադիրը Բուդդան է։ Այո, պատասխանը ճիշտ է։ Իրականացնենք դասաշունչը։ Երրորդ հարց։ Ինչպես են կոչվում իսլամի հետևորդները։ Լսենք Մոնիկային։ Մուսուլմաններ։ Այո, իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ, ապրես։ Դասի գնահատում, 3 գույներ են նկատել առջև, կանանչ, կարմիր և դեղին, յուրաքանչյուր գույն ունի իր նշանակությունը։ Կանանչ այն դեպքում եք արծարծում, երբ որ դասը հետաքրքիր է և լավ եք յուրացրել, կարմիր դժվարացել եք դասը հասկանալ և դեղին մասամբ եք հասկացել և վստահ չեք ձեր ունեցած գիտելիքներին։ Այժմ կանանչ գույնը բարձրացնում է նրանք, ովքեր յուրացրել են դասը և նրանց համար հետաքրքիր էր։ Լավ։ Անցնենք առաջ։ Կարմիր գույնը բարձրացնում է նրանք, ովքեր դժվարացել են հասկանալ դասը։ Չունենք կարմիր գույն։ Եվ դեղին գույն